Ինչ է Նիկոլ Փաշինյանը, ինչու է Նիկոլ Փաշինյանը, հարգելի բարեկամներ, ինչի համար է Նիկոլ Փաշինյանը իր ողջ ողմակով հարձակվել եկեղեցու վրա։ Սա այսպիսի կարծիք կա, որ ադրբեջանցիների ու թուրքերի պատվերն է, որովհետև հայ առաքելական եկեղեցին, ավելի ճիշտ հայ առաքելական եկեղեցու վերնախավը արգելք է հանդիսանում Փաշինյան Նիկոլի վարած քաղաքականությանը։ 2018 թվականին Փաշինյան Նիկոլը կեղծ հեղափոխություն իրականացրեց, դավադիր պատերազմ հրահարեց, պատերազմը տանուլ տվեց, հետագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ եկեղեցին որևէ կերպ այս ամենին, եկեղեցու վերնախավը որևէ կերպ այս ամենին արգելք չհանդիսացավ, ասեմ ձեզ ավելին, ժամանակ առ ժամանակ եկեղեցու բարձր դասի շատ ու շատ ներկայացուցիչներ ծափահարում էին Փաշինյան Նիկոլի եւ Փաշինյան Նիկոլի վարած քաղաքականությանը։ Բազմաթիվ են այդպիսի եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ, եկեք չանդրադառնանք։ Հիշատակեմ միայն Կիլիկիո թեմի կաթողիկոսին, Արամ Ային, ով մի կողմից պահանջում էր Փաշինյան Նիկոլի հրաժարականը, որոշ ժամանակ անց հայտարարում էր, որ եթե աշխարհն էլ Փաշինյան Նիկոլին դեմ լինի, ինքը կլինի Փաշինյան Նիկոլի հետ։ Այսինքն սկսած Կիլիկիո թեմի հոգևորականներից վերջացած հենց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բարձր հոգևորականներով։ Այսինքն այն կարծիքը, որ Փաշինյան Նիկոլի վարած քաղաքականությանը Փաշինյան Նիկոլի անձին, եկեղեցին ինստիտուցիոնալ առումով դեմ է եղել եւ խանգարել է ինչ որտեղ, չունի տրամաբանական որևէ հենք։ Հետևաբար ինչու է Փաշինյան Նիկոլը իրականացնում այս ամենը։ Իմ կարծիքով ընտրություններից առաջ Փաշինյան Նիկոլին պետք է ընդհանրապես Փաշինյան Նիկոլը կոնֆլիկտային անձնավորություն է, շատ կոնֆլիկտային անձնավորություն է, եւ ինքը կոնֆլիկտի մեջ է իրեն գտնում։ Եվ իմ կարծիքով ինքը ընտրություններից առաջ, այսինքն սա ունի եւ հոգեբանական մի կողմից եւ քաղաքական հետեւյալ ենթատեքստով պատճառներ։ Ընտրություններից առաջ Փաշինյան Նիկոլին պետք է ինչ-որ կոնֆլիկտ ստեղծել ներ հանրային տիրույթում եւ այդ կոնֆլիկտում դառնալ հաղթող։ Եվ ինքը կոնֆլիկտի մաս է ընտրել հայ առաքելական եկեղեցու վերնախավին, շատ լավ իմանալով, որ այդ կոնֆլիկտում ինքը ճանաչվելու է հաղթող։ Սա է միայն իմ կարծիքով, հարգելի բարեկամներ։ Ես ուղղակի կիսվում եմ, այսպես բարձրաձայն կարծիքս եմ արտահայտում ձեզ։ Այլ տրամաբանական պատճառ ես ուղղակի չեմ տեսնում։ Հիմա ինքը ընտրել է եկեղեցու վերնախավին, շատ լավ իմանալով, որ եկեղեցու վերնախավը վերնախավի ներկայացուցիչները ծանրաբեռնված են մի կողմից կոմպրոմատներով եւ մյուս կողմից շատերը գտնվում են ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ։ Բա այսպեսի կարծիք կա, եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչները բա պիտի համագործակցեն ԱԱՑ-ի հետ, բա պիտի ԱԱՑ-ի գործակալ լինեն տվյալ պետության, ամբողջ աշխարհում է այդպես, դուք կարող եք բերել 10 եկեղեցականի անուն ամբողջ աշխարհում, որ համագործակցել է տվյալ պետության հատուկ ծառայությունների հետ, ես կարող եմ բերել 100 հոգու անուն, ովքեր չեն համագործակցել տարբեր ժամանակներում եւ դրա համար խորը զրկանքներ են գրել։ Այսինքն այսպիսի կարծիք է, որ բա մեր ԱԱՑ-ի հետ են համագործակցում, կապ չունի, եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչը իրավունք չունի լինել որևէ պետության, այդ թվում իր պետության ազգային անվտանգության ծառայության գործակալ, համագործակցել, ասենք զրուցելն էլ է համագործակցության վրա հաշիվ կա, բայց ազգային անվտանգության ծառայության տակ լինելը, վերահսկողության տակ լինելը, հրահանգներ ստանալը, հրահանգներ կատարելը, սա ամենավերջին սրբապղծությունն է, որը կարող է տեղի ունենալ, կապ չունի, ու ել եմ ասում, կապ չունի, դու եկեղեցական ես, հոգևորական ես, քո պետության
հատուկ ծառայության տակ ես գտնում, թե օտար այդ թվում թշնամական, երկու դեպքում էլ սրբապղծություն է իրականացվում։ Երկու դեպքում էլ։ Սա չունի որևէ արդարացում։ Ընտրել ես այդ ծանր ճանապարհը, ուրեմն պիտի այդ խաչը միջև վերջ տանես։ Չես կարող բարիեղի դուրս արի։ Բարիեղի ռադեղի դուրս։ Հիմա ինչ կարող է այս պայմաններում հարգելի բարեկամներ տեղի ունենալ։ Որն է այս իրավիճակից ելքը։ Կաթողիկոսը ծանրաբեռնված է կոմպրոմատներով եւ կաթողիկոսը կաշկանդված է։ Միթե բարձ չի։ Հիմա եղել են եպիսկոպոսներ, ովքեր գնացել են Փաշինյան Նիկոլի հետ հանդիպման, արքեպիսկոպոսները, իմիջիայլոց ես եւս մեկ անգամ ուզում եմ ներողություն այցել Գուգարաս թեմի առաջնորդից, որովհետեւ այնտեղ ստորագրությունների մեջ Տեր Հովնան արքեպիսկոպոս կար, ինձ թվաց դա ինքն է, այնինչ այդ հոգևորականը Միացյալ Նահանգներից է եւ թուրիմացություն ուղղակի տեղի ունեցավ եւ ես երեկվա իմ խոսքում ասել էի, որ Տեր Հովնանը եւս մասնակցել է, ես ներողություն եմ այցում Գուգարաս թեմի առաջնորդից։ Հիմա կաթողիկոսը հարգելի բարեկամներ, ծանրաբեռնված է կոմպրոմատներով եւ իր խոսքով, իր կաշկանդված խոսքով նա ցույց է տալիս այս ամենը։ Լուր է եղել կաթողիկոսը, երբ որ ցեղասպանել են մի ողջ սերունդ։ Ուղղակի լուր է եղել։ Ձեն չի անել տեղի ունեցած հեղափոխության հետ կապված բեմականացման հետ եւ այսպես շարունակ։ Սպասել, որ կաթողիկոսը պիտի ամուր մնա, կարող է միայն այն մարդը, ով չի հասկանում տեղի ունեցողը։ Մի այսպիսի արտահայտություն կա, ասում են ամեն ինչ վաղ թե ուշ կավարտվի, քիչ թե շատ վատ։ Քաղաքական, ընդհանրապես կյանքում, քաղաքականության մեջ, բիզնեսում, տնտեսության մեջ, որևէ ոլորտում չկան մաքսիմալ լուծումներ, կան հիմնականում կյանքում կան քիչ կորուստներով լուծումներ։ Իհարկե շատ լավ կլիներ, որ այլ կերպ լիներ, այս իրավիճակում եւս մաքսիմալ լուծումներ ունենանք, բայց մաքսիմալ լուծում չկա։ Ինչ կարող է անել եկեղեցին, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք։ Կարող է անել հետևյալը։ Ես սրա մասին մի անգամ եմ խոսել, եւս մեկ անգամ ուզում եմ բարձրաձայնել։ Եպիսկոպոսները կարող են, կաթողիկոսը կարող է ստեղծված իրավիճակում հրաժարվել գահից եւ հանձնել գահը կամ եպիսկոպոսած ժողովը տեղապահ նշանակի, ժամանակավոր տեղապահ նշանակի մի ազնվորության, ով եկեղեցու իրենց իմացած, այսինքն եպիսկոպոսած դասը տեղապահ նշանակի եկեղեցու իրենց իմացած ամենապաշտկեշտ, ամենաանձնիվ եւ կոմպրոմատներով չծանրաբեռնված որևէ եպիսկոպոսի եւ որևէ արքեպիսկոպոս։ Ում վրա Փաշինյան Նիկոլը, ում վրա Փաշինյան Նիկոլի ազգային անվտանգության ծառայությունը չունի վերահսկողություն։ Միակ քիչ իմ կարծիքով վնասներով լուծումը կլինի հենց հակառակ դեպքում մենք կունենանք կաթողիկոս, ով գտնվում է ուղիղ պետության, նրա հատուկ ծառայությունների, նրա վարչապետի ենթակայության տակ, որը ուղղակի աղետ է, հարգելի բարեկամներ։ Ով կարող է լինել այդ արքեպիսկոպոսը, ես միջև իմ կարծիքը արտահայտել է, ես պիտի ասեմ, որ ես Միքայել արքեպիսկոպոսի շրջապատից չեմ, եւ վերջին անգամ երևի իր հետ զրուցել եմ մի, չգիտեմ, 5-6 ամիս առաջ, իր ձերբակալությունից շաբաթներ, ամիսներ առաջ։ Եվ ես գիտեմ, որ հանկարծ
ինքը լսի այս խոսքը, այս խոսքը իրեն դուրս չի գա։ Բայց իմ կարծիքով հավանական տեխնացուներից մեկը կարող է լինել հենց ինքը։ Որովհետև այս ընթացքում ինքը ցույց է տվել, որ իր վարքով, իր ապրած կյանքով ցույց է տվել, որ այո, կարող է ինքը այս ծանրագույն իրավիճակում խոսել ճշմարտության մասին, խոսել ոչ պոպուլյար թեմաների մասին, թիրախավորվել, որի համար թիրախավորվել է։ Այո, Միքայել arczepiskopos-ը կարող է շատ արդյունավետ այս ընթացքում աստվածահաճո առաջնորդ լինել եւ այս ծանրագույն իրավիճակում դառնալ մայակ, փարոս։ Նա ցույց է տվել, որ ինքը ուռա պատրիոտ լոզունգներից, խոսույթից շատ հեռու է եւ կարող է խոսել ցավոտ ճշմարտություններից։ Հակառակ դեպքում ես վստահ եմ, որ եկեղեցում կլինեն իմիջիայլոց եկեղեցում կլինեն էլի մարդիկ, ովքեր կարողանան այս ծանրագույն իրավիճակում առաջնորդել այո ազգին։ Հակառակ պարագայում, հարգելի բարեկամներ, վախենամ, որ մենք ունենանք Նիկոլին ենթակա կաթողիկոս, ով ուշադիր կնայի, թե ինչպես է Նիկոլը մտնելով որևէ վանք, որևէ եկեղեցի արժանանում հավաքված ամբոխի ծափահարությանը կամ միգուցե ինքը եւս պատմական հանցագործություն իրականացրած մեկին ծափահարի։ Ասա է ուզում ասել, հարգելի բարեկամներ, թող Աստված օրհնի Հայաստանը։